օրինակ կար, չէ, Վրաստանում ինչ-որ մի հատ տատիկ մեր Հայաստանի ինտերնետային ցանցի կաբելներ կտրել իր բայով ու ամբողջ Հայաստանի կեսը ինտերնետ չուներ։ Զավեշտալի է, բայց միանգամայն իրական դեպք է։ Հայաստանում հաճախ կարելի է հանդիպել ինտերնետի խափանման բարդ ու երբեմն հումորային պատմությունների։ Գուցե այդ պատմություններին վերջ դնելու հերթը եկել է։ Ի վերջո Հայաստանն արդեն դարձել է Starlink-ի աշխարհում առաջատար արբանյակային ինտերնետ ծառայություն մատուցողի 130-րդ պաշտոնական երկիրը։ Հայաստանի կառավարությունը փորձում է մի շարք քայլերով, գործողություններով ընդհանրապես Հայաստանի կապի եւ հեռահաղորդակցության սուվերենությունը բարձրացնել։ Starlink-ի ծառայություններն արդեն հասանելի են ամբողջ Հայաստանի տարածքում, սկսած քաղաքային կենտրոններից մինչև ամենահեռավոր գյուղեր ու դժվարամատչելի լեռնային շրջաններ։ Կապ ես հաստատում ուղիղ Sputnik-ի հետ, առանց որից օպերատորի հետ գործ ունենալու, վճարում ես քո տարիֆի համար, ստանում ես ինտերնետ ու այդ ինտերնետը քոնն է, կարող ես օգտվել իրանից։ Starlink-ը խոստանում է ոչ միայն արագություն ու հուսալիություն, այլ նաև անվտանգություն, թվային ենթակառուցվածքների նոր մակարդակ ստեղծելով, սակայն ինչպես նշում է թվային ոլորտի մասնագետ գյումրեցի Արգիշտի Եգորյանը, այն նաև իր բացասական կողմերն ունի։ Կան պլյուսներ եւ մինուսներ։ Մինուսներից ամենամեկը, ամենաառաջինը իր թանկարժեքությունն է, որովհետեւ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ նմանատիպ ինտերնետ, ինչու որովհետև թանկ է։ Starlink-ի ծառայությունների լայն հասանելիությունը խոստանում է կապի նոր հնարավորություններ։ Անկախ այն բանից քաղաքում, լեռներում թե անտառում կապն աշխարհի հետ չընդհատվի։ Դա կարևոր առավելություն է հատկապես այն մարդկանց համար, ովքեր աշխատում են հեռավար կամ ապրում են բնության գրկում։ Մեծ խնդիր է լեռնային գոտիներում, գյուղերում ինտերնետ հասնելու խնդիրը, որտեղ կա, ու այդ խնդիրը լուծելու համար շատ լավ միջոց է, օրինակ շնորհիվ համայնքապետարանները կարող են օգտվել դրանից, չգիտեմ, 50 գիգաբայթ ինտերնետի տարիֆ կար, եթե չեմ սխալվում, ճիշտ հիշում եմ, 18000 դրամ տալով կարող են լեռնային գոտիներում ստանալ ինտերնետ ուղղակի Sputnik-ին կպնելով։ Բայց այստեղ առաջ է գալիս հարցը, արդյոք այդ կապը հասանելի է բոլորի, թե միայն որոշների համար։ Երբ համաշխարհային տեխնոլոգիան բախվում է տեղական սոցիալ-տնտեսական իրողություններին, ի հայտ են գալիս նաև անհավասարություններ։ Կոնկրետ մեր դեպքում Գյումրիի մասշտաբում ես կոնկրետ այս պատմությամբ իր օգտակարությունը ցածր եմ գնահատում, ինչու որովհետև մենք ունենք ավելի մատչելի ինտերնետից հնարավորություն, որ նոր այս մատչելի ինտերնետը տալիս, ավելի արագ կարող ենք ինտերնետ ստանալ, ճիշտ է, մի քիչ թանկ լինի, բայց ավելի մատչելի, քան թե Starlink-ի տրամադրած ինտերնետը։ Պլյուս այդ սարքը զուտ սարքի Հայաստան գալու համար, ես էլի նայեցի ինտերնետում տարիֆները մոտավորապես 200,000-ի կարգի գումար պետք է տակ զուտ սարքին, պլյուս արդեն տարիֆին ամեն ամիս իրան վճարելու համար։ Այսինքն ինչքան է Reason-ը իրանից օգտվել է սպայրությամբ հասարակ քաղաքացուն, այդ կանել չեմ գտնում իմաստ, բայց զուտ այն տարածքների համար, որոնք որ չունեն հասանելիություն նորմալ ստանդարտ ինտերնետին, որոնք մենք ունենք, նույնը հեռախոսային ինտերնետը կամ զուտ ցանցային կամ դարային ինտերնետը, այդ շրջանակներում Գյումրիի մասշտաբում կոնկրետ իր կիրառությունը մի քիչ է, էլի։ Եթե դուք որպես սովորական քաղաքացի եք իրենից օգտվում, այնտեղ երկու տարիֆ կա, 18000 դրամանոց փաթեթը կա, որ անսահմանափակ է, բայց չերաշխավորված արագություն է, այսինքն Starlink-ն ասում է, որ եթե կոնկրետ այդ արբանյակից շատ օգտագործողներ լինեն, ձեր կապը դանդաղեցվելու է։ Եվ կա 24000 դրամանոց փաթեթը, որից հենց հիմա ես օգտվում եմ, դա մոտապես այդ իմ ասած 60-70 եվրո գումարին է համընկնում, եթե հաշվեք, հա, մոտապես այդ գինն է, ինչ որ Ամերիկայում էր նախկինում։ Եվ այդ 24000-անոցը երաշխավորում է նորմալ բարձր արագություն, նույնիսկ եթե այդ նույն արբանյակից շատ այլ օգտատորներ կպած լինեն։ Որքանով պետությունը կնպաստի այս ծառայությունների հանրայնացմանը դեռ պարզ չէ, բայց տեխնոլոգիական կարևոր առաջընթացին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրելով. Starlink-ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում, մնալով անմիջական կապի մեջ աշխարհի եւ բնության հետ։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան այսօր։ Ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների կառավարությունը եւ անձամբ ես չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Այս մասին ազգային ժողովի ապրիլի 15-ի նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության 2021-26 թվականների 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծում կան անհրաժեշտ ձևակերպումներ, որոնք լուծում են խնդիրը արձանագրելով
որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն եւ պարտավորվում են ապագայում եւս նման պահանջներ առաջ չքաշել, այն ըմբռնմամբ, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչում են խորհրդային հանրապետությունների տարածքով, ինչպես նշված է Ալմա-Աթայի հռչակագրում։ Ահա ուրեմն, եթե ընդունենք, որ մեր սահմանադրության հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումը ոչ թե պատրվակ է, այլ անկեղծ մտահոգություն, այդ մտահոգությունը փարատելու ամենաարդյունավետ միջոցը ոչ թե համաձայնագիրը չստորագրելն է, այլ այն ստորագրելը։ Ինչու՞։ Որովհետև մեր օրենսդրությամբ կառավարությունը պարտավոր է խաղաղության համաձայնագրի տեքստ ուղարկել սահմանադրական դատարան, դրա համապատասխանությունը սահմանադրության հետ, մեր սահմանադրության հետ ստուգելու համար։ Չնայած փորձագետները 2025 թվականի սահմանադրական դատարանի որոշումից հետո սեպտեմբերի իմ հիշատակած նման հավանականությունը մեծ չեն համարում, բայց եթե սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում Հայաստանի սահմանադրությանը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կունենա կոնկրետ իրավիճակ եւ անհրաժեշտություն կատարելու ընտրություն խաղաղության եւ հակամարտության միջև։ Բայց եթե Հայաստանի սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը, այդ պարագայում համաձայնագիր ազգային ժողովում վավերացնելու ոչ մի խոչընդոտ չի լինի եւ խորհրդարանում վավերացնելուց հետո կգործի Հայաստանի սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որտեղ ասվում է. մեջբերում եմ. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։ Մեջբերման ավարտ։ Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագիրը Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանում վավերացվելուց հետո կստանա բարձրագույն իրավաբանական ուժ եւ հետեւաբար խաղաղության համաձայնագրի հարցում իր ընթացիկ դիրքորոշմամբ Ադրբեջանը խոչընդոտում է իր իսկ կողմից առաջ քաշած խնդիրների հանգուցալուծմանը եւ սա է, որ շատ փորձագետների հիմք է տալիս ասել, որ Ադրբեջանը պարզապես մտածածին պատրվակներով ձգձգում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Սխալ չընկալվելու համար դարձյալ ընդգծեմ. ցանկացած մեկնաբանության դեպքում Ադրբեջանի բարձրացրած հարցերի հասցեագրման ճանապարհը ոչ թե խաղաղության համաձայնագրի չստորագրումն է, այլ ստորագրումը։ Ու քանի որ նմանատիպ հարցադրումներ մենք նույնպես ունենք, նույնը վերաբերելի է նաև Հայաստանի Հանրապետությանը։ Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների կառավարությունը եւ անձամբ ես չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Ակնհայտ է, որ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս գտնվող որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում եւ դա կյանքի կոչելուն ուղված կոնկրետ գործողությունների դիմում։ Այդ գործողությունների շարքում առանձնանում է Ադրբեջանի պատերազմական խոսույթը, խոսույթին զուգահեռ գործողությունները, որոնք արտահայտվում են Հայաստանին հրադադարի ռեժիմի խախտումների կեղծ մեղադրանքներով եւ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներով, եթե չասենք ամենօրյա։ Այդ խախտումները հիմնականում կրում են չթիրախավորված բնույթ, չնայած վերջին 1 ամսվա ընթացքում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի թիրախավորման 2 կոնկրետ դեպք է արձանագրվել։ Բայց չթիրախավորված կրակոցներն այս ընթացքում լսվել են մեր հանրապետության մի քանի բնակավայրերում։ Նշանալ կրակոցները կամ Ադրբեջանի զինված ուժերում անկարգապահության հետևանք են կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին կոչ է անում հետաքննել նշված դեպքերը եւ ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ։ Ինքս վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ եւ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները։ Միևնույն ժամանակ կրկին Ադրբեջանին առաջարկում եմ սահմանային միջադեպերի, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծել,
որը կգործի ամենօրյա ռեժիմով։ Այս համատեքստում հարկ եմ համարում անդրադառնալ բոլոր այն խոսույթներին, որոնք կանխատեսում են Հայաստան-Ադրբեջան նոր սրացում եւ անգամ նոր պատերազմ։ Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։ Հիմնվելով այս իրողությունների վրա, Հայաստանում եւ Ադրբեջանում գործող բոլոր ուժերին եւ անհատներին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը։ Դա որևէ հեռանկար չունի։ Մեր երկիրը միջխորհրդարանական միությանն անդամակցում է 1995 թվականից։ Հայ պատվիրակները միջազգային այս հարթակից եւս ամենաբարձր մակարդակով մշտապես բարձրաձայնում են հայկական օրակարգի առանցքային նշանակության հարցերը, տարածաշրջանայինից մինչև գլոբալ անվտանգային խնդիրներ։ Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի աշխատանքն այս անգամ կայացավ Ուզբեկստանի մայրաքաղաքում։ Կառույցի անդամ 182 երկրից նիստի աշխատանքներին մասնակցեցին մոտ 130 երկրից 1400 պատվիրակ, որից գրեթե 740-ը падգամավոր։ Հայկական պատվիրակությունը ներկայացուցչական կազմով էր ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ։ Քննարկումների առանցքում խորհրդարանների գործողություններն էին հանուն սոցիալական զարգացման եւ արդարության։ Հավաքվելով միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովում, մենք միասնական ենք լուծելու այն հրատապ խնդիրները, որոնց բախվում ենք։ Ամբողջ աշխարհում մենք բախվում ենք բարդ խնդիրների, որոնք սպառնում են մեր ապագային, եթե մատնվենք անգործության։ Դիմելով անդամ երկրների իր գործընկերներին, ընդգծել է ազգային ժողովի փոխնախագահն ու հավելել. Հայաստանում մենք քրտնաջան աշխատում ենք բնակչության խոցելի խմբերի կարիքները բավարարելու ուղղությամբ, ցկտելով, որ առողջապահությունը, կրթությունը եւ ապահովված լինելը ոչ թե արտոնություն լինեն քչերի համար, այլ իրավունքներ բոլորի համար։ Մենք նաև կենտրոնանում ենք սոցիալական ներառականության վրա, հոգ տաներով, որ բոլորը անկախ սեռից, էթնիկ պատկանելությունից կամ ծագումից հնարավորությունների հասանելիություն ունենան։ 2024 թվականի համեմատ 2025 թվականին Հայաստանը 14.9%-ով ավելացրել է սոցիալական պաշտպանության ծախսերը։ Նման գործողությունների միջոցով է, որ մենք ամրապնդում ենք ժողովրդավարությունը, կառուցում ավելի ամուր հասարակություն։ Նման կարծիք է հայտնել Հակոբ Արշակյանն ու փաստել Հայաստանում գիտենք, որ խաղաղության հաստատումը երկար եւ երբեմն դժվար գործընթաց է, որի համար արդարացված են բոլոր ջանքերը։ Այս ոգով մենք վերջերս զգալի քայլ կատարեցինք։ Հայաստանը հաստատում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացել եւ բանակցությունները հաջողությամբ ավարտվել են։ Խաղաղության համաձայնագիրն այժմ պատրաստ է ստորագրման եւ Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել այդ պատմական քայլը։ Մենք հրավիրում ենք Ադրբեջանին միանալ մեզ։ Մեր երկու ժողովուրդների համար խաղաղ եւ բարգավաճ ապագայի ճանապարհին այս կարևոր քայլի իրականացման գործում։ Thank you very much for your attention. Վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել նաև պատվիրակության անդամ Ծովինար Վարդանյանը, փաստել խաղաղությունն է բոլոր առաջընթացների հիմքը։ Առանց դրա ոչ մի մնայուն բարիք չի կարող ստեղծվել։ Այս համատեքստում էլ падգամավորը եւս անդրադարձել է խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ For 3 years both Armenia and Azerbaijan 3 տարի շարունակ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը հնարավորություն ունեցան թղթին հանձնելու իրենց տեսլականն ու հույսերը, ցկտելով դեպի ապագա, որտեղ խաղաղ գոյակցությունը պարզապես երազանք չէ, այլ իրականություն։ Այսօր այդ փաստաթուղթը փոխհամաձայնեցված է, պատրաստ ստորագրման մեր ժողովրդի ու մեր տարածաշրջանի համար նոր էջ բացելու խոստումով։ Այս պատմական փուլը հաջողությամբ ավարտին հասցնելու համար էական է, որ այս հարցը մշտապես լինի ձեր ուշադրության կենտրոնում։ Դիմելով գործընկերներին ելույթի ավարտին ընդգծել է հայ պատվիրակը։ Ծովինար Վարդանյանն ընտրվել է կին խորհրդարանականների բյուրոյի առաջին փոխնախագահ, իսկ Հասմիկ Հակոբյանը վերընտրվել է միջխորհրդարանական միության երիտասարդ падգամավորների խորհրդի անդամ։ Տաշքենտում Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Բելգիայի ներկայացուցիչների պալատի ու սենատի նախագահների, Իրանի մեջլիսի փոխնախագահի, Կատարի պետության Մաջլիս ալ-Շուրայի փոխնախագահի, միջխորհրդարանական միության փոխնախագահի ու գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի, Եվրոպական խորհրդանի փոխնախագահի հետ։ Օրենսդիր մարմինների միջև հարաբերությունների զարգացմանը
Աշխատակազմերի միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր են քննարկվել միջխորհրդարանական միության անդամ մի շարք երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում ազգային ժողովի նախագահի տեղակալը գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Անդրադարձ է եղել խաղաղության համաձայնեցված համաձայնագրի ստորագրման համար ադրբեջանական կողմից առաջադրվող նախապայմաններին եւ արհեստական խոչընդոտներին։ Մտքեր են փոխանակվել կառավարության նախաձեռնած խաղաղության խաչմերուկ նախագծի շուրջ։ Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն խորացող հարաբերություններին վերաբերող հարցեր։ Ազգային ժողովի փոխոսնակը հույս է հայտնել, որ առաջիկայում կստորագրվի Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգը։ Կարևորվել է վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկը։ Բարձրաձայնվել է հայ ռազմագերիների եւ Ադրբեջանում պահվող այլ անձանց ազատ արձակելու հրատապ անհրաժեշտության հարցը։ Ամառ թե ձմեռ տարին 12 ամիս ու արդեն 4 տասնամյակ Արտենիում մեծից փոքր ականջներն այս ազդանշանին են պահում։ Ջրաման, դույլ, կաթսա, տանովիչ դատարկ տարաունի նախապես հանում դռանը շարում, որ խմելու ջուր առնի օրվա պաշարն ամբարի։ 40 լիտրը 300 դրամ։ Մի դույլը 100 դրամ, 50 դրամ։ Խառել է։ Ավետիցը երկրորդ տարին է, որ Թալինից ջուր է հասցնում Արտենի գյուղում բոլորին գիտի, պատահում է, որ մարդկանց ձեռքը գումար չի լինում, բնամթերք են ջրի դիմաց առաջարկում, ընդառաջում է։ Հիմա դեռ օրական մեկ անգամ է գալիս շոքեր հետ, 2 ցիստերն ջուրն չի բավականացնում, պակասություն է անում։ Ամառը դե շոկ է, համ փագոցներ անում բան։ Այսօր դրամ օրը ջրի փագոցի բանի հետ։ Կենցաղի հոգսը արտեզյան ջրով առաջ տալով խմելունը գնելով 40 տարի այս դժվար սցենարով ձգված կենսակերպը, որ մի օր կփոխվի, Արտենիում արդեն վաղուց հույս չունեին։ Նախկինում 2 անգամ տարբեր տարիների նախաձեռնություն եղել է ջրագիծ կառուցել գյուղին ջուր հասցնել, կես ճանապարհին սակայն գործը կանգնել է։ Շինարարության հերթական արդեն 3-րդ նախաձեռնությունը, որը մեկնարկել է նախորդ տարեվերջից, վերջինն ու վերջնականը կլինի։ Մոտ 10 կիլոմետր կձգվի ջրագիծը, որը դդմասարից կենարար հեղուկը կբերի դեռ խորհրդային տարիներին կառուցված, բայց այդպես էլ երբևէ չօգտագործված ջրամբար, իսկ այստեղից էլ կմղի դեպի գյուղ։ Արտենի բնակավայրը ունի 830 տնտեսություն եւ 3300 բնակիչ։ Սպասում ենք, թե երբ պիտի այս կենարար հեղուկը մտնի գյուղ, բարձրացնելու մեր ժողովրդի կյանքի որակը, մեր հեռուն գտնվող զավակները գուցե վերադառնան, որ տեսնեն գյուղը շունչ է առնում, գյուղը կենթանանում է ավելի։ Օգոստոսին նախատեսվում է, որ 4 բաշխիչ կետերով Արտենին արդեն ջուր կունենա, տասնամյակներով ձգված խնդրի լուծման համար 170 միլիոն դրամ է ծախսվելու։ Սուբվենցիոն բյուջեին համայնքն ու կառավարությունը կիսում են 35-65% համամասնությամբ, 110 միլիոնը կառավարությունից։ Ակնորականչից էլ վաղ է գյուղացորը սկսում Թալինի բարձր լեռնային գյուղերում, հատկապես ցուրտ ամիսներին, երբ տուն տնտեսություն տակ պահել է պետք, իսկ հարմարություն չկա, հնարավորություններն էլ սուղ են։ Հիմնականում ատարն է, որ հարտեսնում են, պրես են անում, կտրում, չորացնում են իր ողջ տանջանքներով։ Փայտ ածուղ գնել բնակիչների 10%-ն է միայն կարողանում, մյուսները տան սենյակների դռները նոյեմբերից փակում, 1-2 սենյակում են հավաքվում, որ ձմեռը մի կերպ կլորեն։ 230 միլիոն դրամ սուբվենցիոն բյուջեով, որտեղ կառավարության ներդրումը 137 միլիոն է, կապույտ վառելիքն այս տարի արդեն Թալինի Կարմրաշեն, Ոսկեթաց, Զովասար, Գառնահովիտ բնակավայրեր կհասնի։ Որ երբևէ իրենց գյուղերն էլ կգազիֆիկացվեն, ծխահոտ առօրյայից վերջապես կազատվեն, բնակիչները դժվար են հավատում։ Ամեն օր տանդռանը կանգնում, շինարարների գործին են հետևում, խանդավառվում խողովակաշարի ամեն մի մետր առաջ գնալուց։ Խողովակաշարերը ձգվելու է մոտ 14 կիլոմետր երկարությամբ եւ վերջն արդյունքում 907 տնտեսություն կունենա իր բնակելի տներում գազաֆիկացիա։ Այս տարի բարձր ճնշման խողովակաշարերն ամբողջ երկայնքով կտեղադրվեն, ներքին ցանց կկառուցվի միայն Գառնահովիտում, մյուս տարի մնացած 3 բնակավայրում։ Սուբվենցիոն 2024-ով Թալինում այս տարի նաև 2016-ից պարապորտի մատնված չգործող մանկապարտեզը կհիմնանորոգվի ու արդեն սեպտեմբերից կշահագործվի։ 1991-ին կառուցված մանկապարտեզը համայնքին նվեր էր մոնղոլ ժողովրդից, շինարարներից, որ այդ տարիներին Հայաստանում էին 88-ի աղետից տուժած բնակավայրերին օգնելու։ Թալինի փոխհամայնքապետը, որը մանկապարտեզի սաներից է եղել, այսօրվա պես հիշում է բեմական ելույթները հենց այս դահլիճում։ Նախատեպը չունեցող մի շենք էր, անգամ մենք լողավազան ունենք, շատ ողջավորությամբ ենք հաճախում ու կարծում եմ, որ վերականգնելով այս շենքը մեր երեխաները եւս ողջավորված կհաճախեն մանկապարտեզ։ Թալինում այսօր մեկ մանկապարտեզ է գործում
գործում ծանրաբեռնված 150 սան է հաճախում, այդ թվում հարակից գյուղերից հերթում սպասող մանկապարտեզահասակ երեխաների թիվը շատ է ու հիմնանորոգելով շահագործման նախապատրաստելով նաև այս նախակրթարանը մեծ խնդիր է լուծվում։ Պլանավորել ենք 4 խմբասենյակ կառուցելու, վերանորոգելու, 30 սան է նախատեսված ամեն խմբում։ Նախատեսվենք նաև հիմնելու մսուր տարիքային խմբի երեխաների համար խմբասենյակներ, տեսնենք ինչպես կարտարացնի, որովհետև համայնքում դեռևս չի եղել նման պրակտիկա։ 314 միլիոն դրամ է մանկապարտեզի վերանորոգման բյուջեն, 230 միլիոնը պետությունից, շինարարական փուլի ավարտից հետո կառավարությունը կհոգա նաև գույքի խնդիրը։ 33 բնակավայր միավորող Թալին համայնքի 2024-ի սուբվենցիոն բյուջեն 1 միլիարդ 800 միլիոն է, 1 միլիարդ 200 միլիոն դրամը կառավարությունից։ Իսկ ընդհանուր Արագածոտնի մարզում նախորդ տարի համայնքներից ներկայացվել է 23 փաթեթ, դրական եզրակացություն է ստացել 16 ծրագիր, հաստատված ծրագրերի բյուջեն ավելի քան 10 միլիարդ դրամ է։ Արդեն 5 ծրագրերը ավարտված են, մնացածը ընթացքի մեջ են։ Բոլոր այս ծրագրերը մշտադիտարկվում եւ վերահսկվում են։ Մարզպետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, ամիսը 2 անգամ առնվազն ստուգայցեր է իրականացում։ Ընթացիկ աշխատանքներին զուգահեռ օրակարգ են բերվում նաև 2025-ի նոր անելիքները, սուբվենցիոն նոր հայտերն արդեն տասնյակից ավելի են։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական ուժերը 100-ից ավելի անօդաչուներով թիրախավորել են Բելգորոդի, Վորոնեժի, Մոսկվայի, Բրյանսկի եւ Օրիոլի շրջանները։ Կուրսկում ավելի քան 20 բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ եւ զոհեր։ Սումիին ռուսական հարվածների հետևանքով տուժածների թիվն էլ հասել է 129-ի, այդ թվում 17 երեխա։ Վերջին տվյալով զոհվել է 35 մարդ։ Քաղաքում երրորդյա սուգ է հայտարարվել։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմը Բայդենի պատերազմն է, ոչ թե իմը, Truth Social-ի էջում գրել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփը կրկին համոզմունք է հայտնել, եթե 2020 թվականին ինքն ընտրվեր, պատերազմը չէր սկսվի։ Նախագահ Զելենսկին եւ Ջո Բայդենը սարսափելի աշխատանք են կատարել, թույլ տալով, որ այս պատերազմը սկսվի, կարծիք է հայտնել Սպիտակ տան ղեկավարը, հավելել, այժմ հարկավոր է դադարեցնել հակամարտությունը։ Ավելի ուշ Սալվադորի նախագահի հետ հանդիպման շրջանակում էլ Թրամփը նշել է, Բայդենը եւ Զելենսկին կարող էին դադարեցնել պատերազմը, իսկ Պուտինը երբեք չպետք է սկսեր այն։ ԱՄՆ նախագահի խոսքով մեղավոր են բոլորը։ Այնուհանդերձ կարծում եմ շատ շուտով լավ առաջարկներ կլինեն, տեղեկացրել է նա։ Թրամփը բողոքել է, որ Վոլոդիմիր Զելենսկին շարունակաբար ցանկանում է հրթիռներ գնել Միացյալ Նահանգներից։ Պատերազմ չեն սկսում քեզնից 20 անգամ մեծ մեկի դեմ եւ հետո հույս ունենում, որ մարդիկ հրթիռներ կտան, նշել է Թրամփը։ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, որն ապրիլի 11-ին հանդիպել էր Ռուսաստանի նախագահի հետ քննարկելու Ուկրաինայում պատերազմը, հայտարարել է, Վլադիմիր Պուտինի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու հնարավորություն է տեսնում։ Համաձայնագիրը վերաբերում է այդ թվում այսպես կոչված 5 շրջաններին, սակայն իրավիճակն ավելի բարդ է, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև իսկապես խնդրահարույց հարցեր կան, ասել է ԱՄՆ նախագահի բանագնացը։ Ուիտկոֆը կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանն էլ կարող են վերականգնել հարաբերությունները հաշվի առնելով առևտրային հնարավորությունները։ Դա կնպաստի տարածաշրջանում կայունությանը, համոզմունք է հայտնել պաշտոնյան։ Ռուսաստանի արտգործնախարարն էլ տեղեկացրել է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը դեռ համաձայնության չեն եկել ռուս-ուկրաինական հնարավոր համաձայնագրի հիմնական պարամետրերի շուրջ։ Ըստ Սերգեյ Լավրովի դրանք քննարկվում են։ Պատրաստ ենք Միացյալ Նահանգների նախագահի հետ քննարկել փոխշահավետ նախաձեռնությունները, սակայն գիտենք ինչպես խուսափել պայմանավորվածություններից, որոնք կարող են վնասել Ռուսաստանի շահերին, հավելել է դիվանագետը։ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Միջուկային գործարքի շուրջ Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների ֆոնին հերթական անգամ հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Ես ցանկանում եմ, որ նրանք հիանալի հարուստ ազգ լինեն, բայց առանց միջուկային զենքի, իսկ նրանք մոտ են դրան։ Եթե ստիպված լինենք դաժան բաներ անելու, կանենք։ Ես այս ամենն անում եմ ամբողջ աշխարհի համար, մանրամասնել է ԱՄՆ նախագահը։ Լրագրողի հարցին արդյոք Իրանի միջուկային օբյեկտները կարող են հայտնվել թիրախում, Թրամփը պատասխանել է. իհարկե։ Իրանի արտգործնախարարության խոսնակն էլ տեղեկացրել է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը կրկին տեղի կունենա Օմանում ապրիլի 19-ին։ Նաեւ հայտնի է, որ միջուկային գործարքի շուրջ Օմանում անցած շաբաթ տեղի ունեցած բանակցությունները հեռախոսով քննարկել են Իրանի եւ Թուրքիայի արտգործնախարարները։
Հեռախոսազրույց են ունեցել նաև Հաքան Ֆիդանը եւ Մարկո Ռուբիոն։ Ըստ պետքարտուղարության դիվանագետները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, Իրանից եւ նրա վստահված անձանց կողմից սպառնացող վտանգները։ Ֆիդանը եւ Ռուբիոն ընդգծել են հակաահաբեկչական ոլորտում գործակցության եւ ՆԱՏՕ-ի ամրապնդման կարեւորությունը, ասված է հաղորդագրության մեջ։ Ըստ թուրքական կողմի առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում իրավիճակին եւ Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամին։ Անդրադարձ է եղել Ուկրաինայում հրադադարի հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Կապանից 37 կիլոմետր հեռու գտնվող սահմանամերձ ծավը նոր բուժկետ ունի, հագեցած առցանց խորհրդատվության, ախտորոշման եւ առողջության մոնիթորինգի սարքավորումներով։ Viva բարեգործական հիմնադրամը ծավից մեկնարկեց հեռաբժշկության նոր նախագիծը։ Բնակիչները տեղում կստանան անհրաժեշտ խորհրդատվություն, նաև հեռահար տարբերակով դիմելով մասնագետներին։ Այստեղից գնալը հասնել Կապան, օրինակ շատ դժվար է, շատ բնակիչներին։ Մեկը մեքենա չունի, մեկը շատ ծեր է, մեկը հիվանդ է։ Ամենաճիշտը կլինի, որ բժիշկը գա հասնի այստեղ։ Հասնել բժշկին մենք կկարողանանք 3-4 ամիսը մեկ, բայց պաստայանը կապի մեջ բժիշկը կլինի։ Այս նախաձեռնությունը եղավ այն ժամանակ, որ Արցախը լքեցին մեր արցախցիները, ու մենք սկսեցինք օգնել արցախցիներին։ Եկանք այս գյուղեր ու հասկացանք, որ կապ չունի, Արցախից ես դու, Սյունիքից ես դու, Տավուշից ես դու, մենք հայ ենք ու մենք պետք է անպայման ամեն մեկին օգնենք։ Բուժկետում կաշխատի հերթապահ բուժքույր, համակարգված ընդունելություններ, նաև առցանց խորհրդատվություններ կանցկացվեն։ Դեղորայքը բուժառուներին կտրամադրվի անվճար։ Ծավցիների առողջական պատասխանատու Մարիետա Բալայանն այսուհետ նաև ենթաշրջանի բնակիչների առողջությանը կհետևի։ Ինչպես գիտենք, գյուղացին երբեք իրեն գործը միշտ գյուղի գործերը միշտ առաջնահերթ է համարում, չի ուզում թողի եւ գնա բժշկի, այդպես sense որ ասում են հասանելի է, իրեն ավելի հարմար է գտնում։ Բարեգործական հիմնադրամը համապատասխան մասնագետների եւ կամավորների հետ վերջին 2 տարում պարբերաբար այցելում է սահմանամերձ գյուղեր, բուժօգնություն տրամադրում տեղաբնակներին։ Ծրագրի նպատակն է բարձրորակ բուժծառայությունները հասանելի դարձնել սահմանամերձ բնակավայրերում, որտեղ առողջապահական հաստատությունների ռեսուրսները սահմանափակ են կամ իսպառ բացակայում են։ Հետաքրքիր աշխատանք է, ես իսկականից ինձ համար շատ կարևոր է, որ ես կարողանում եմ տենց Հայաստանում տարբեր գյուղերում տենց իրոք օգտակար լինել, ասենք այդ տենց վախտեքն եմ զգում, որ իմ սովորածը, իմ փորձը իրոք մարդկանց օգուտ է բերում։ Թերապևտ, ակնաբույժ, ուլտրաձայնային ախտորոշման մասնագետ, 10 հոգանոց մասնագետների խումբը հետազոտում եւ բուժում է նշանակում հիվանդներին։ Ակնաբուժական, վահանաձև գեղձի ու հիմնականում շաքարային դիաբետի խնդիրներով են դիմում գյուղաբնակները։ Անցած անգամ ստաբանի մոտեցել նաև ավելացրեց աչքի տեսողությամբ բժշկու մոտ ստուգեց նշանակումներ արեց, ունեմ թերություն աչքի կատարախտ, որ պետք է վիրահատվի, թող հայցերները հաճախ լինեն, հեռու գյուղ ենք, սահմանամերձ գյուղ ենք, մեր ժողովրդին մեծ օգնություն է տվել։ Ես 25 տարի շաքարով հիվանդ եմ, ստանում եմ ինսուլին, օրական 5 անգամ սրսկում եմ, հետո ճնշում է լինում, ճնշման դեղ եմ խմում, ուրախ եմ, որ սենց գալիս եմ, մեզ նեղություն չեն տալիս, գալիս են տեղում ես ստուգում, նայում, չեն գնում օրերով, ժամերով։ Չեմ ասում, թող հիվանդները շատ լինեն, թող քիչ լինեն, բայց տա Աստված, որ մեր այս կազմակերպությունը միշտ ուշադրություն դարձնի մեր ժողովրդի համար, մեր բնակիչների համար։ Հիմնական բնակիչներից շատերը ծեր են։ Հիմա ծեր մարդիկ ոնց հասնեն, ոնց գնան հասնեն Կապան, այդքան հեռավոր կիլոմետրի վրա։ Վարչական ղեկավարը նշում է, այսպիսով ծառայությունների աշխարհագրությունն ընդլայնվել է, կսպասարկեն նաև հարակից գյուղերին։ Չնայած նրան, որ այստեղ բժշկի մեծ մասամբ դիմում են ծերերը, այնուամենայնիվ 250 մշտաբնակներով ծավում գերակշռողը երիտասարդներն են։ Հաշվի առնելով Կապանի տարածաշրջանի գյուղերի փոքրությունը, չափերը, հաշվի առնենք, որ ծավը ունի եւ պարտեզ եւ գործով դպրոց, այսինքն գյուղը շարունակելու հույս կա եւ տվյալ բուժկետը ինքը գյուղին եւս ինչ որ ձեւով աջակցություն եւ օգնություն է մարդկանց հույս ներշնչելու առումով։
Viva հիմնադրամը ստեղծվեց քառօրյա պատերազմի օրերին։ Արդեն 9 տարի է, ինչ բժիշկների եւ կամավորների շարժական խումբը հարյուրավոր գյուղեր է այցելում։ Հեռաբժշկության կետեր կգործարկվեն նաեւ Սյունիքի, Նորաշենիկ, Խնձորեսկ եւ տեղ բնակավայրերում, իսկ հետագայում էլ այլ մարզերում։ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ապրիլի 11-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի միջնակարգ դպրոցի զինանոցում կատարված սնությամբ հայտնաբերվել է 1 գնդացիր, հակատանկային 2 ական եւ 5 հակագազ, որոնք դպրոցի հաշվեկշռում ամրագրված չէին որպես ուսումնական զենք կամ զինամթերք։ Ապօյնի պահվող զենք զինամթերքի ձեռքբերման հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։